Շանձկան մասին է, որը մայիսի 13-ին այդպես էլ Ռուսաստանի Դաշնություն չհասավ։ Բեռնատարները հետ ուղարկեցին առանց հիմնավոր ու լուրջ պատճառների։ Շարունակում է Արամ Մանուկյանը։ Տոմնաներով ձուկը դարձել պայստավորել են ու սպասում են, իրենք էլ չգիտեն, երբ հայկական ձուկը նորից ճանապարհ կընկնի։ Սա ինչի մասին է։ Ոչ միայն ձուկը չի հարցը։ Ես որ ասում ես թրիպը տնտեսության մասին չի։ Ընդհանրապես տնտեսության մասին չի թրիպը։ Այն էլ հայկական։ Որովհետև այս կառավարությունը Հայաստանի տնտեսությունը ես այսօր արդեն կարող եմ վստահաբար պնդել, հետաքրքիր չի։ Բացարձակապես հետաքրքիր չի, ու ես հիմա ապացուցել եմ։ Ամսա նայում եք մենք իրանց իրաք մեզ։ Ռուսական սահմանափակումների ուղիղ կրողն են դարձել ձկնաբույծները։ Տարիներ շարունակ իրենց ապրանքի 50%-ից ավելին արտահանել են ԱՊՀ երկրներ, մեծամասամբ Ռուսաստան։ Այս տարվա մայիսից արդեն չեն կարող տնտեսական սահմանափակումները ոչ միայն չեն շրջանցել Արարատի մարզի ձկնարտադրողներին ու ձկնաբույծներին, այլև արկախնդիրն օրորի ավելի է սրվում։ Արմեն Կարապետյանը Max Fish ընկերության հիմնադիր ու գործադիր տնօրենն է, ասում է 25 տարի այս ոլորտում է, փոքր քայլերով մեծ տնտեսություն է հիմնել ու մի քանի ամիս է ծանր խնդրի առաջ է կանգնել։ Նրանց լասելա լարսի անցակետում ասեն խնդիրներ ունենք, բայց մեր թղթերը լրիվ նորմալ, անալիզները լրիվ նորմալ։ Դիմել ենք մեզ անկանգություն ընդեղ ենք փորձել հարցեր լուծել, ոչ մի ձև չի կարողացել այդ հարցը լուծում գտնել։ Մենք կերակրում ենք օրական մոտ 24 տոննա գեր։ Ասում եք քիչիվա, որ 24 տոննա կեր մենակ այս կազմակերպությունն օգտագործում։ Օրը։ Ես ասում եմ Հայաստանը ձկնարդյունաբերության մեջ աշխարհում տոկոս ունի, տեսեք աշխարհում ինչ ձկնարդյունաբերող երկրներ կան։ Հայաստանը այդտեղ տոկոս ունի, 0.քանի տոկոս Հայաստանն է արտադրում։ Պատկերացնեք ինչքան շատ է։ Հույսով դա ոչ մեկի պետք չի։ Ու այդ ուղղությամբ ոչ մի չի ալու։ Սովորական մեր կերակրումը։ Հիմա մենք համարյա 20% ենք կերակրում, ունենք 5 օրվա հնարավորություն։ 5 օր հետո կերակրումը վերել ենք 0-ի ֆինանսների հետ կապված։ Իսկ եթե 0-ի մենք ամեն ասուր ունենք ծախսեր, հոսանքի, ջրի, աշխատավարձը ու մնացած հարցերում մոտ 25 միլիոն դրամի կարգի։ Եթե կերը հանում ենք ահագին պակասում է, բայց ամեն օր է ծախսում ենք։ Հանդիպում են ունեցել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ, ապա նաև տեղակալների։ Կառույցից ասել են գնացեք մինչև օգոստոսի 1-ը հնարավորություն կստեղծվի ձուկ կարտահանվի Եվրոպա։ Միայն մարզի ձկնաբույծները 2 օրում են այդքան ձուկ արտադրում ու եթե անգամ հրաշքով եվրոպացիների սեղանին հայկական ձուկ հայտնվի, ապա դա նրանց ամբողջ տարվա աշխատանքի միայն 2 օրն է։ Ինչ են անելու մի ժամանակահատվածում հարցնում է Կարապետյանը։ Մեր ձկնաբույծները միասին այդ 140 տոննան արտադրում են 2 օրում, այսինքն 48 ժամում։ Բայց մնացած 363 օրը որտեղ արտահանենք, որտեղ վաճառենք, եթե բոլորս մտնենք այս շուկա, հա, ինչ-որ լավ բաներ կկատարվի, 1000 դրամից կիշնի ներքև, այսինքն ինքնարժեքի կես գնով կվաճառենք, բայց դա ինքնարժեքի կես գնով։ Եթե սա մնաց Հայաստանում մեծ ձուկը։ Կեսմեք ու այս ցավալների հետ ոչ մի բան չի արվում։ Ցանկացած երկիր կերազեր այսքան ձկնա բաններ, պաշարներ ունենար, ցավալներ ունենար վաճառելու համար։ Այսինքն ցանկացած երկրի համար, եթե ինքը արտվապրանք է ստեղծում, դա վալյուտայի ներհոսք է։ Ոչինչ կարողանա իր ծախսերը փակել։ Կրկնում եմ, Հայաստանի Հանրապետությունը բռնել է Արցախի ճանապարհը։ Ու ես դա կապացուցեմ։ կլինի ժամանակավոր 1-2 ամիս կվաճառենք եւ այդ ձուկը արդեն սկսենք դրսից ներկրել եւ կլինի միանգամից թրիչք 5-6000 դրամ։ Բայց հայկական Այսինքն, եթե ձուկը սկսեցին ինքնարժեքից էժան վաճառել, հա բնականաբար էլ արտադրելը իմաստ չունի եւ սկսենք արդեն ձուկը դրսից բերել։ Իսկ եթե մեկ ուզում է իմանալ ձուկը դրսում ինչ արժի, մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգները, դուք կարող ես մոտապես իշխանի նման իշխանի որակի ձուկը կիլոյով եթե ասեմ 15-ից 30 դոլար։ Նայած որտեղից ինչ տալմությամբ եւ այլն։ Կիլո։ Ես ուստայն որ դուք չեք տալիս։ Սա ինքնին է, որ մենք կարող ենք Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Բնականաբար եթե դու գնաս Եվրոպա, այնտեղ ուրիշ գներ կլինեն, ավել կամ պակաս, բայց չեմ կարծում որ Հայաստանը Եվրոպայի հետ կարող է ձգնարկության մեջ մտնել։ Սկանդինավյան երկրներում ձուկը խավիարը նախաճաշին են ուտում։ Հայաստանը մրցունակ չի։ ձուկը մեծ ցանկության դեպքում էլ եվրոպական շուկա չի հասնի, լոգիստիկ խնդիրներ կան ու հետո ստանդարտները բոլորովին այլ են։ Այլ կերպ ասած ձուկն հոց իրան չի, որ Եվրոմիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը հետը սելֆի անի, ապա ջեմ պատրաստի։ Միլիոնավոր դրամներ են կորցնում ամեն օր ձկնաբույծները վարկերի տակ են, ոչ թե կարճաժամկետ լուծումների կողմնակից են, որոնք անգամ կառավարության կողմից չկան, այլ հարցին հիմնավոր լուծում են ակնկալում։ Այն էլ հրատապ հակառակ դեպքում գործազուրկների թիվը Հայաստանում ավելի կմեծանա։ Տարածաշրջանը գիտեք ինչ վիճակում է, ճանապարհները գիտեք ինչ վիճակում է, մենք ներքև չենք կարող գնալ, Թուրքիա, Պարսկաստան, բարձր պատճառով, որ անտեղ Եվրոպայում նույնպես ձկանկերը 1.10 եվրո արժի։ Նախ ամեն բեռ իր սպეციფիկան ունի, կոնկրետ ձկների հետ կապված եթե ուզում եք իմանալ, շուտ փչացող ապրանքներ են իրենք համարվում եւ ցամաքային ճանապարհով մենք ուղղակի հայկական մեքենաների համար չկա ճանապարհ այդպեսի։ Իսկ Լաստանավով էլ շատ երկար է լինելու ժամանակը եւ այդ ընթացքում ապրանքը կրճանա իրենց։ Դա այսինքն իրականում հնարավոր չի տարբերակը։ Կառավարության եւ կոնկրետ Պապոյան Գևորգի մոտեցումները Ես մյան ասեմ 22 թվականին երբ որ Լաստանավի համար հայկական Լաստանավի համար նավահանգիստ իբր վարձակալեցին Բաթումում հիշում եք այդ պատմությունը որը 9 ամիս հետո պարզվեց որ դա եկամտաբեր չի ոնց կարող Լաստանավը որի արդյունքում որի ասենց ասեմ որի աշխատանքի արդյունքում մեկ օրվա մեջ ռուսական բեռը հասնում է Մոսկվա ոնց կարող դարձում այդ չներ այս կառավարության կոչվածը 22 թվականին մի սենց անպագորգոր խոսքերով սկսեց ու 6 ամիս 7 ամիս հետո փակեց մեծ ծախսեր արեց ու փակեց փոշիացեց այդ գումարը Հիմա պատկերացեք, ինչ կլիներ, եթե այդ ճանապարհը իրոք է լիներ, աշխատեր եւ ձուկը մտքերը ուր կարող են գնալ հասնել մինչեւ Բուլղարիա։ Միգուցե Սեպսովի ափին եվրոպական ցանկացած նավահանգիստ։ Էլի մի բաներ։ Էլի ինչ որ մի տարբերակ իրոք ինձ համար։ Բայց հասկացեք, սրանց պատկերացումների մեջ գլոբուս, չգիտեմ, բեռնափոխադրումներ, պայմաններ, չգիտեմ, հերավար նպատակներ չկա։ Դու Գևորգ Պապոյանի դեմքը տեսակ որ այս հարցը պետք է լուծի։ Նա իրա, չգիտեմ, իրա սանրվելու հարցը կյանքում չի լուծվել։ Չի լուծել սեփական կամքով ու նախաձեռնությամբ։
Նա ոնց կարող է այս մասշտաբների մասին ասել, կամ Նիկոլի դեմքին նայողը մտածում է, նա այս կարգի բաների մասին է մտածում։ Դուք երբևէ տեսել եք ինքը խոսալ այս բաների մասին։ Ինքը կոմպետենտ չի տենց ասել։ Ինքը մենակ մի բանի հարցում է կոմպետենտ։ Երկիր վաճառի ու ինտրիգներ։ Կեղտոտ էժան խոսակցություն։ Ինչի մասին եք խոսում։ Ձկնաբույսներին ձուկ է ջրում բազար են անում ասացվածքն է հիշեցնում տեղական շուկայում ամբողջ ապրանքը սպառել հնարավոր չէ անգամ եթե հպարտ բոլոր քաղաքացիները ամեն օր ձուկ գնեն թարգեն անգամ փիպերտ ուտելը միևնույն է ձկները ի զարմանալի կառավարության արագ բազմանալու հատկություն ունեն մի դեպքում հարցը որոշ չափով կլուծվի Եթե ամեն օր զապիկ լինի կարող է մի բան անել։ սա իհարկե կատակ բայց ֆինանսական լուրջ խնդիրների առաջ են կանգնել շարունակում է ձկնաբույսների միության նախագահ հավելելով երբ Ռուսաստանի Դաշնության կողմից տնտեսական սահմանափակումներ կիրառվեցին կառավարությունը մի շարք ապրանքատեսակների արտադրության վերաբերյալ աջակցության ծրագրեր մշակեց բայց ձուկն ու ձկնամթերքը այդ ցանկում չեն եղել հունիսին նոր որոշմաններ փոփոխություն է արվել միության նախագահը հերքում է նաև այն տեղեկությունները թե այս ընթացքում Եվրոպա ձուկ է արտահանվել Նույն Խափում են, որտեղ հնարավոր է խափում են։ Ու ես իրոք էլ ուզում եմ նայեմ այն մարդու դեմքին, որ Նիկոլի ասացին հավատում։ Չիրոք էլի։ իսկ հնարավորություն չունենք, ասենք թարմ վիճակում հենց քանի որ ձուկին քաղաք փչացող ապրանք է, մենք չենք կարող իր այդ 14-16 օրվա պիտանության ժամկետում այդ ապրանքը հասցնել Եվրոպա լոգիստիկ առումով նույնիսկ։ Այդտեղ խնդիր կա, լոգիստիկ առումով էլ խնդիր կա, որ հիմա Չեմ ասում շուկա հասնելու թանկը բացի ժամանակային առումով։ Ասենք այսօր որ մենք ռուսական շուկա արտահանում ենք, ցանկացած արտահանող էլ կարող է փաստել դա, որ ռուսական պատվիրատուները գործընկերները ընդունում են միայն այդ ապրանքը, որի մնացորդային ժամկետը 70% եւ ավել։ Այսինքն 16 օրից առնվազն 12-13 օր պիտանության ժամկետ։ Այսինքն դու 2-3 օրվա մեջ պետք է հասցնես։ 2-3 օրվա մեջ, վերջ։ Հա, եթե դա սարացնես, դա ուրիշ հարց։ Մեն այդ ապրանքը որ ընդունում են։ Եվ դա նաև Եվրոպայում է։ Այսինքն 3-4 օրում ցամաքային տրանսպորտով Եվրոպա հասնել իմ կարծիքով անում։ Ձկնաբույսները սեմ ժամկետ են տալիս Հայաստանի իշխանությանը արագ հայլեր ձեռնարկել ստեղծվածաներ իրավիճակին կոնկրետ ու հասցեական լուծումներ տալու համար հակառակ դեպքում բողոքի ակցիաներ կանեն կփակեն միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհներ վարկերը փակել չեն կարող բանկերը նորերը չեն տրամադրում հարյուրավոր քաղաքացիներ հարկադիր պարապմունքի են մատնվել իսկ պատասխանատուները դատարկ խոստումներ են տալիս որոնց ոչ միայն չեն հավատում այլև զգուշացնում են մի քանի օր սպասելուց հետո կանցեն ավելի արմատական գործողությունների Ուսա միակ տեղը չի։ Այդ նայեք Լարսոն ինչա կատարվում։ Это вот такая обстановка. Короче, забито. Ստիլ Արսնա։ Միակ ճանապարհը, ասում են մեզ լասանավտի չի։ Ու նախաձեռնությունները փակելը, սա սաբոտաժ էր պետության համար, պետության նկատմամբ, սա սաբոտաժ էր։ Մենք նույնիսկ Իրանի հետ ոչինչ ճանապարհ չունենք աշխատող։ Այս մասշտաբների վրա կարելի է ինչ-որ բան անել, չէ՞։ Դեռ չկա ոչ մի բան։ Հիմա սա նայենք։ Ծառուկյանի պաշտպանները պատրաստվում են դիմել միջազգային արբիտրաժ նրա ընկերությունների պարապուրտի հարցով։ Այսօր բողոքի ակցիա են արել Ծառուկյանին պատկանող մուլտիգրուպի մաս մուլտիտաբակ ընկերության աշխատակիցները։ Գործարանի դռները 9 օրեկա պարապմունքված են ավելի քան 150 աշխատակից հարկադիր պարապուրտի մեջ։ Բողոքի ձայնը Լիլիթ Խալաթյանի ռեպորտաժում։ Թող մեզ չդրթեն, որ մենք գնանք ավելի վատ հայլերի։ Այսքան աշխատող մեզ անայում։ Տղամարդիկ կանեք մնացել են առանց գործ։ Գագիկ Ծառուկյանին պատկանող մուլտիտաբակ ընկերության աշխատակիցները դժգոհում են գործարանը փակ է, աշխատել չեն կարողանում։ Արդեն 9 օրեկա պարապմունքված են մուլտիտաբակի դռները։ Անգործ է մնացել շուրջ 150 աշխատակից։ Այդ կառավարությունը որ 15000 ընտանիքի թողել այսօր առանց գործ։ Մեր վարչապետը ամբողջ երկրով շրջագայություն ակա։ Լսեցիք 15000 ընտանիքի թողել առանց գործ։ Էսի մենակ մուլտի գրուպի հետ կապված Ծառուկյան Գագոյ 15000 հələ դան գումարեք ձկնարտադրողներին դան գումարեք հələ մնացած կոնյակը գինի գյուղատնտեսությունը ծաղիկ մշակողներին մատ գուտ տեսեք քանի 100000 մարդ անում 3-400,000 մարդ ինքեսով թողել է սոված ու մենակ ինչի հետ մարդիկ են սոված չէ՞ որ դա տնտեսության հիմքն է դա տնտեսության հիմքն է այսինքն երկրի հիմքն է երկիրը մենակ չեն գրավում զենքով երկիրները նաև քանդվում են որտեղ ցանկացած երկրի կորիս անվտանգության դա տնտեսությունն է տնտեսությունը եւ այս գործողություններին նայելով ես կարող եմ երաշխավորել որ նպատակադրված գնում է Հայաստանի տնտեսության ոչնչացման ծրագիր եւ գործողություններին նայելով քայլերին ես կարող եմ ձեզ երաշխավորել ոչինչ չի ձեռնարկվում դա շոկելու համար որովհետեւ ճգնաժամներ կարող են լինել ցանկացած երկրում շուկան բացվեց շուկան փակվեց աղետ եղավ չգիտեմ վիրուսներ ընկան հիվանդություններ ամեն ինչ կարող լինի չէ բայց դու գործողություններից դու հասկանում ես նայելով իրենք հասկանում են դա լրջությունը եւ հակված են դա շտկել թե ոչ ուղիղ նման իրավիճակ էր Արցախի շրջափակման ժամանակ միջև փետրվարի 22-ը երբ որ տեղի ունեցավ միջազգային դատարանում այդ լսումները եւ որոշումը արդեն 24-ին փետրվարի 24-ին որ 23 թվականի փետրվարի 24-ն էր որ Ադրբեջանը պարտավոր է բացել ճանապարհը դրանից հետո մեկ շաբաթ հետո արդեն Հայաստանը կամ Արցախը պարտավոր է եւ իրավունք ուներ դիմել ՄԱԿ-ի խաղապահներին իրականացնելու դատարանի որոշումը տեսեք արդեն մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 27-28 եւ երբ է դատարանից արդեն ամիսը կոնկրետ չեմ հիշում սեպտեմբերի 19-ին սկսեց հարձակումը չէ ինչ որ է մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 19-ը այս ամբողջ 7 ամիսը նրանք ժամանակ ունեին դիմել դատարան ամեն օր որ անցնում էր որ նրանք չէին դիմում եւ ես հետեւում էին այս լեքսիկոնին ինչի չեն դիմում ես հասկանում եի մի բան որ սրանք հակված չեն այդ հարցը տես լուծելու նույնիսկ երբ որ Ֆրանսիայից բեռնված բեռնատարները հիշում եք եկան հասան Հակարիի կամուրջ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի բան չարեց էլի ես ասում եմ ով կարող է ֆրանսիական բեռնատարների դեմը կանգնի ասի մի մոտ է պարզվեց Ադրբեջանը որովհետեւ պայմանավորված են Հայաստանի ու մնացած Ղարաբաղը չի ուզում Հայաստանը չի ուզում իրանք չեն ուզում ու կարող է ֆրանսիացի բեռնատարը պետք է կռիվանի այդ ապրանքը տանելու համար Ժամանակ արդեն պարզ էր
գործողություններից, որ որոշում կա սովամահ անել Արցախը եւ դատարկել։ Ես այն ժամանակ սկսեցի ամեն օր գոռալ ընկերներ ջան, սրանն են բերում։ Այս գործողությունների տրամաբանությունը դա է։ Ձեզ զրկել սնունդից, թուլացնել, սպառել վառելիքի վերջի պաշարները, ասկան որ դուք դառնաք անշարժունակ, չկարողանաք նույնիսկ ասեք միտեղ կռիվելի գնալ հասնել օգնության, հա, որտեղ դուք բենզին չեք ունենա, սնունդ չեք ունենա, հյուսված կլինեք եւ այն ժամանակ գրավել ուղակի Արցախը։ Ես ամեն օր դա եկել կնում, որովհետեւ տեսնում եի դրան ատանում ամեն ինչ։ Հիմա ես ձեզ ասում եմ, սա դիտավորյալ, սա հարցը գագոն չի Ծառուկյան։ Ծառուկյան գագոյի կարող են հանգիստ փակել։ Եթե իրան պետք կա ինչ-որ մի բան ձերբակալելու համար։ Կարող են նույնիսկ ստուգումներ սկսել այդ հիմնարկներու, բայց ինչի՞ դուք 15000 մարդու զրկում աշխատանքից։ Դուք արդեն 300,000 գյուղացու զրկել եք եկամուտից։ Եվս 15000 հոգու զրկում եք աշխատանքից։ Սա պետության ղեկավարի գործունեություն չի, ասեն այն ղեկավարի գործունեությունը չի, որը մտահոգված է պետության տնտեսության մասին։ Իսկ ես հիմա ասում եմ սա ինչի մասին է։ Երբ որ մտադրված չի եւ գործողությունները հակառակին են, այսինքն քանդելուն են միտված, սա նշանակում է, որ պատրաստում են երկիրը հանձնել, ինչպես հանձնեցին Արցախը։ Դա տարբեր ձևեր կա։ Փող չկա, թոշակ չկա։ Փող չկա, զորք չեն կարող պահել։ Փող չկա, բանակ չեն կարող ունենալ։ Փող չկա, վարկերի տակ է տունը ծախի գնա։ Այսինքն երկիրը կազմալուծելու ամենաարագ ձևը տնտեսությունը քանդելն է։ Եվ այն ժամանակ այս մարդիկ ինչ պետք է անեն վարկերի տակ մնացած։ Ես ասել եմ, չէ՞, մայիսին ինչ են անելու սրանք։ Գցել են վարկերի տակ, կոպեկներով ձեռնից տառնեն, ասեն դե գնա։ Վերջ։ Վերջ այնտեղ ֆերմաներ կա, հսկայական պարնիկներ կան, ջրային տնտեսություններ կան։ Մի խոսքով, այս ամեն ինչը ծրագրված, մեթոդաբար իրականացում է Հայաստանում։ Եվ որ Փաշինյան Նիկոլի անհոգ դեմքին ես նայում։ Նայեք պետք է վենը կճրել հիմա։ Հիմա իհան պետք է պատեպատ տալ, ոչ թե ասենք խուստուտի գագաթներին նկատվել եւ ասել տեսեք ես ուր եմ ասել։ Ճիվա հանգարց նժնեի գերեզմանի կողմերը չերևաց, չփղծես այդ գերեզմանը կու ներկայացան։ Իդեպ։ Հիմա վերադառնանք։ Ցանկացած վարչապետ չէր կարող գիշերները քնել, այս հարցը չլուծած, որտեղ վարչապետը երկրի տնտեսության պատասխանատուն է։ Բայց նայելով այս տխմանների գործողությանը, սա այս տխմաններ չեն, թշնամիներ են։ Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, գնում է երկիրը կազմալուծելու process-ներից մեկը։ Տնտեսության ավիրումը, մարդկանց առանց աշխատանքի, առանց աշխատավարձի, առանց թոշակների, առանց եկամուտների թողելը, որը ինչի աբերում արտագաղթի։ Այսքանը։ Հիմա նայենք էլ ինչ է սպասում։ 10 մարզպետներ անգործ կմնան։ Բավոց։ Իրաց փոխարեն կլինեն փոքրիկ ներկայացություններ, փոքրիկ իրացես, փոքրիկ ԿՊ-խմբակներ, որոնք փոխարինեն 10 թշնամու հանցագործ, որոնք կանգնելու են վաղը տրիբունալի առաջ։ Այս 10-ն են, որոնք ձայնագործությամբ հանցագործություններով կարողացան ապահովել Փաշինյան Նիկոլի վերարտադրությունը, որի համար էլ իրանց զրկում են աշխատանքից ու ճիշտ են անում։ Ես ասել եմ, սանով սկսելու է տրեք, սա վերջի չի։ Սանով սկսելու է ձեր դժբախտության էջը։ Այսինքն ձեր բոլորի դժբախտության էջը սկսեց հունիսի 7-ից։ Վերջնական փուլը էլի։ Իսկ հիմնական էջը սկսել են ժամանակ, երբ որ դուք դարձաք Նիկոլի գործիքը։ Իսկ անկումը սկսեց արդեն հենց հունիսի 7-ից։ Ընդ որում Փաշինյան Նիկոլին նույնպես չմտածեք նա այդպես պաշտպանված է, ոչ։